Թե հնար լիներ աշխարհ գալ նորից, կուզեի ծնվել նույն հոր ու մորից, կուզեի, որ նույն գարնանամուտի լույսի թրթիռը աչքերս բանար, ականջներիս մեջ նույն թռչունների կապույտ ծիվ-ծիվը կաթեր երդիկից, և նույն երկինքը երդիկից կաթեր բարուրիս վրա, կուզեի քնել նույն օրորոցում, և գլխիս վերև նույն օրորոցի լծակից կախված նույն խայտաճամուկ աչքուլունգի ողկույզը շողար, և մինչև անգամ կուզեի, որ նույն խուց խրճիթի մեջ նույն ունջը կաթեր, գերաններն ի վար, թե հնար լիներ աշխարհ գալ նորից, կուզեի խաղալ նույն տատիկների ծնկների վրա, նույն պապիկների բեղերը քաշել և նույն կտավե վարտիքը մաշել, չորեքթաթ տալով հատակի ճաք ու ճեղքերի վրա, կուզեի նստել նույն թանձրաթիկունք ցանկապատի մոտ, նույն թանձրասաղարթ ընկուզենու տակ և նույն աչքածակ աչքերով տեսնել արցունքոտ ծիծաղն առավոտների, մայրամուտների թախիծն արևոտ, հետո կուզեի նույն արահետով սարը բարձրանալ և նույն ամպերը շալակած բերել, թե հնար լիներ աշխարհ գալ նորից, կուզեի նստել նույն նստարանին, նույն ուսուցիչը ականջս քաշեր և փորագրեր այբուբենը նույն իմ հիշողության մակուր մարմարին ու սրտիս վրա, կուզեի, որ նույն առաջին սիրո ամպրոպը պայթեր իմ գլխի վրա, և նույն կայծակը խփեր ճակատիս, և նույն տանջանքի բոցը գալարվեր իմ հասակն ի վար, հետո կուզեի նույն անքնության կարմիր պղպեղը զգալ կոպերիս, հետո կուզեի, որ ներբաններս նույն փողոցն այրեր, և ծունկս ծալվեր նույն շեմքի վրա, և նույն ժպիտը ինձ դիմավորեր, և նույն շիկնանքը նույն դեմքի վրա, թե հնար լիներ աշխարհ գալ նորից և 20 տարի նորից բոլորել, կուզեի նորից զինվորը լինել նույն գումարտակի, պատերազմ գնալ նույն ընկերներով, նույն ցուրտ գիշերվա ցուրտ մահը տեսնել տաք խարույկի մոտ և նույն ընդհատված տաք երազները ցուրտ խրամատում, կուզեի տեսնել, ընկնել, բարձրանալ և վերադառնալ, նույն պիրկ ձեռներով, հոգսի բեռներով, միայն թե առանց նույն կորուստների, նույն ընկերներով, թե հնար լիներ աշխարհ գալ նորից, կուզեի անցնել նույն կանաչ, կարմիր, սպիտակ ու սև ճանապարհներով, կուզեի ապրել և օրհնաբանել իմ արյան գույնը երգիս տողերով, որոնք հիրավի շարվում են իբրև շարունակությունն իմ երակների և թրթռում են թղթերիս վրա, կուզեի ապրել ինքնանվիրման բոլոր ձևերով, բաշխվել աշխարհի երթաշեն մարդկանց, նորից հավաքվել, լցվել, ինքնանալ և արվեստ քամել նույն քար ու հողից, թե հնար լիներ աշխարհ գալ նորից: Լավ ուժեղ անձրև է գալիս, այսօր ամբողջ օրը սենց կգա, բայց շատ ցուրտ չի, ուղղակի թաց եղանակ է, մինչև գնացինք եկանք, էսա մեր տան դիմաց մեքենա եկավ կանգնեց, Աշոտ տեսին կնոջ մեքենան է, հələ կանգնած ձևը նայի, Հերոստացույցից այլը չխանգարի, նորություններ նայում Աշոտ ասեցի դուռը ծածկեմ, որ չխանգարի, հյուր էին գնացել, տուն եկանք, այդ սիրուն նկարները որ տեսակ, իրոք շատ սիրուն նկարներ էին, տեսակ հավանեցիք, ես որ շատ հավանեցի, գույները ոնց որ իմ գույները լինեին, նկարիչին եմ ասում, որ այդ իմ ֆավորիտ գույնն է, այս աշնան-դեղին ու ձեր նկարների մեջ հենց այդ դեղինը գերակշռում է, շատ սիրուն էր, դրան զանգներ, Քսենիայի կերն էին բերել, պատվել եմ, ինչևէ, անձրև է, ուզում եմ մի հատ թեյ պատրաստեմ, բայց սովորական թեյ չէ, ուզում եմ այսօր մաչա թեյ պատրաստեմ,
Եսա պատրաստել եմ ինչ որ ինձ պետք է, այսքան կոճապղպեղ կար սառնարանում, սև թեյ, հիլ ունեմ, կաթ, ջուր, չնայած կաթը քիչ ուղային է, ջուր քիչ կլցնեմ երևի, բայց մտածում եմ մի քիչ կարելի է մեխակ լցնել։ Հա, ինչի՞ չէ, որ մի րոպե, մի քիչ էլ մեխակ լցնեմ։ Ես մեխակը ինչքան շատ եմ սիրում, նախկինում այդպես չէի սիրում։ Մի քիչ մեխակ։ Առավոտ էլ սև թեյի պատրաստել, էլի մեխակով, սև թեյը անպայման մեխակով եմ պատրաստում։ Հիմա այս նոր հեռախոսին հենց լավ չեմ սովորել, անդադ նայում եմ նկարում է թե չէ։ Հա, փաստորեն, այս մի քիչ ուրիշ ձև է աշխատում, քան թե իմ Samsung-ը։ Այս ամանը, հա, ժողովուրդ ջան, այնտեղ ինձ գրել էիք այդ սուրճի նամանի համար, կարամ ինչ որ տակտիրներ օգտագործեմ, որ այս պլիտան ճանաչի, բայց երեք Թեմոյից պատվեր էի անում, մի քիչ նայեցի, բայց չկարողացա որ մեկն է, ինչը նկատի ունեիք, որտեղ այնտեղ ես տեսա ինչ որ սիլիկոնից բաներ կան, չգիտեմ էդ էր, որ դրվում է պլիտայի վրա, որ միանա, թե չէ, որ ճանաչի համանը։ Չնայած եսա որ նստեմ, էլի կնայեմ, ոնց էլ չլինի կգտնեմ ինչա։ Մի քիչ էս հիմա մտածում եմ, դե ասեցի, չէ մի հատ պլիտա պետքա պատվիրեմ։ Ու այսպես ամեն ինչ առնելով տունը լցվում է, տեղ չկա, արդեն մարդ չգիտի, մտածում ես ամեն ինչ հանես թափես, որ տունը դատարկվի։ Իրոք շատ բան ենք առնում, էլի պետք է առնել, մենակ խիստ անհրաժեշտ բաները։ Հիմա դրա համար, որպեսզի պլիտան չառնեմ, չնայած մեկ-մեկ պետք է ինձ գալիս, որպեսզի պլիտան չառնեմ այդ ձեր ասած տակդիրները։ Ինձ նաև Ռուզանը խորհուրդ տվեց, ասեց կարաս անձեռոցիկ գցես, բայց անձեռոցիկը փորձեցի չեղավ։ Ռուզան ջան, անձեռոցիկով ընդհանրապես չճանաչեց էլի ամանը չճանաչեց։ Դրա համար մտածում եմ իմ բաժանորդներս գրել էին այդ տակդիրները լավ են, բայց չիմացա ինչ տակդիր են, անկեղծ ասած, տեսեմ կկարողանամ գտնեմ Թեմոյում։ Ինչևէ, սիրելիներս, հիմա ուրեմն այս կոճապղպեղը էսա մի քիչ կլպեմ, մի րոպե մի հատ ափսե վերցնեմ։ Տարբեր ձև են պատրաստում մաչաթերի, բայց ես սիրում եմ, ինձ դուր է գալիս։ Ուղղակի մտածում եմ կաթը քիչ յուղային է, եթե նորմալ յուղային կաթ է, չնայած մեկ-մեկ ջուր խառնում ենք, մեկ-մեկ չենք խառնում, բայց ահագին ժամանակ չեմ պատրաստել, անկեղծ ասած, երևի ահագին որն է 2-3 տարի չեմ պատրաստել։ Հիմա հենց այսպես այս կոճապղպեղը կկտրատեմ կաթսայի մեջ, ամանի մեջ։ Այս ամանը հիշում եք ակցիոնից գնաց ամանը, թավան մի քիչ բան ա եղել, վնասվել է, բայց այս ամանը, այս ձևը հատկապես ինքան դուրս գալիս է, ուղղակի կափարիչ չունեն, ուրիշ կափարիչներ եմ օգտագործում, երբ որ սրանք պետք է օգտագործեմ։ Ուրեմն աչքաչափով պետք է լցնեմ, կաթ լցնեմ, այս տավարի կովի, կիսա յուղային կաթը, տավարի կաթ, կովի կաթը աչքաչափով լցնեմ, աշոտը դժվար էլ խմի սրանից, այնպես որ շատ էլ չեմ ուզում, այս մի քիչ ջուր լցնեմ ամեն դեպքում, հիմա մի քանի հատ մեխակի հատիկներ գցեմ, ինչքան լավն է հոտը, ոնց եմ ես սիրում այս հոտը, սև թեյ, մեծ գտալ վերսի, բայց շատ էլ չեմ լցնի, մի կես ճաշի գտալ։ Ու մի քիչ հիլ պետք է լցնեմ, կարդամոն, աղացած այս։ Ես էլ շատ օգտակար հիլ է։ Միացնեմ թող եռա, կտրվեց ոնց որ անձրևը, լավ ջրալի անձրև էր գալիս։ Այս մի քանի րոպե պետք է եռացնեմ, 2-3 րոպե։ Ինչ են տալիս մեզ տարիները, ժողովուրդ ջան, երևի իմաստանում ենք ավելի
այլ կերպ ենք նայում կյանքին, մարդկանց, շատ բաներ, որ մի ժամանակ շատ կարևոր են մեր համար եղել, հիմա բացարձակ կարևոր չեն, շատ հարցերի, որ ուրիշ ձև ենք նայել, հիմա ընդհանրապես արժեք չեն ներկայացնում, շատ մարդկանց, որ ուրիշ ձև ենք վերաբերվել, հիմա ընդհանրապես հետաքրքիր չեն, այսինքն արդեն տարիքի հետ զգում ենք, որ նաև մաղում ենք մաղում ու թողնում ենք հատուկենտներին, ու բայց իրականում, ես չգիտեմ այդ կոնկրետ ասենք բնավորության բանը, թե բոլորի մոտ ատեց, որ ինչքան մեծանում է, մարդ ուզում է ավելի շատ մենակ լինի, հանգիստ լինի, չգիտեմ ձեր մոտ էլ այդպես թե չէ, բայց ես կոնկրետ ավելի շատ մենակ եմ, ես մտածում եմ կարող է իմ բնույթն է այդ ձևի, իմ բնավորությունից է, բայց դե ամեն դեպքում ինձ ավելի հաճելի է մենակ լինել, հանգիստ լինել, եթե նախկինում ազատ ժամանակ էինք ունենում, ընկերուհիներով, հարևանուհիներով հավաքվում ենք, այդպես հետաքրքիր էր, հիմա արդեն օրինակ կյանքի այս փուլում ինձ ավելի հաճելի է, որ ես մենակ լինեմ, ինքս ինձ հետ, այդպես հաճելի է, իմ տան անդամների հետ, շողոր ջան, մի քիչ էլ եռացնեմ, ես պետք է քամեմ իհարկե, սա ձեզ ցույց տամ մի հատ, մի 2 րոպե եռա ու պետք է քամեմ, անուշ հոտը գալիս է մեխակի, թեմոյից ահագին բաներ նայեցի, պատվիրեցի, մինչև մարտի սկիզբ պետք է որ գա, ոնց էլ ահագին ժամանակ այդ միջում էի տվել, ոչ ման չէի պատվիրել, բայց հիմա հատկապես ուզում էի այդ ափսեների վրա, որ քաշում էինք, ափսեների գլխարկներից, այդ դրանցից էի ուզում, ու մինիմում մենք պետք է 20 եվրոյի պատվեր անենք Թեմոյից, ու հետն էլ դե որ անում էի, դեղ էլի հիշեցի, որ էլի բաներ ա ինձ պետք, մի անգամից պատվիրեցի, իդեպ ասում էիք ակցիոնից մոռացել ավել չենք առել, Աշոտը արդեն առել էր դրանց մի 2 օր առաջ, ես որ գործեի ինքը գնացել առել էր, ահա, վերջ, ահա, ես եռած արդեն քանի րոպե, հիմա ես ուրեմն բերեմ քամեմ, ու վայելենք, մի հատ բաժակ վերցնեմ, ահա, մաչաթեյս պատրաստ է, նայեք, հիմա մի հատ կհամտեսեմ, բայց շատ տաք է, էլի պետք է սպասել մի քիչ սառի, հոտը լավն է, կոճապղպեղի, մեխակի, չգիտեմ հիլը հոտ ունի թե չէ, մի հատ թեթև համտեսեմ, լավն է, բայց մի քիչ քաղցր պետք է, երևի թե արժե մի քիչ քաղցր, գիտեք ես ինչ կանեմ, մի քիչ դոշապ կլցնեմ, քանի որ մեր հալած մեղրը սառել է, երևի մաքուր մեղր չի եղել, որ սառել է, չգիտեմ, շատ հրավազել չեմ ուզում լցնեմ, ուրեմն մի փոքր դոշապ կլցնեմ, ես հիշում եմ, որ մի ժամանակ Հայաստան, որ դոշապ էր լինում, պինդ էր չէ լինում, նայեք ես դոշապը, սենք ջրիկ չի, թե նորմալ է, ջրիկա չէ, ոնց որ կարող է ջուր խառնած սրա հետ, ես հիշում եմ, որ պինդ էր լինում, մի փոքր դոշապ լցնեմ քաղցրության համար, շատ էլ չեմ ուզում լցնեմ, ինքան որ մի փոքր քաղցրություն տա, ամեն դեպքում հաճելի է, որ մի քիչ քաղցր լինի, ես էլ դնեմ ափսեի մեջ, ես թողնեմ կարող է էլի խմողները դոշապով խմեն, հիմա մի հատ համտեսեմ, տեսնեմ այդ թեթև քաղցրությունը ինչ եղավ, համափոխեց թե չէ, այսպես լավ է, մի թեթև քաղցրություն տվեց, համով է, հաճելի ես եղանակին, անձրևային եղանակին, շատ հաճելի ասես տակ խմիչքներ խմելը, չորացրած համին ու մաղադանոց կա, ուզում եմ լցնեմ ամանների մեջ,
Համել ես պիտակների վրա գրեմ կպցնեմ, որ ման չգամ, թե որն է, կարողանամ մի անգամից արագ օգտագործել։ Ես մեկի մեջ կլսնեմ չորացրած համեմը, Գերմանիայում են պատրաստվում, սրանք ռուսական խամիքից են գնել, ես դատարկեմ սրա մեջ։ Համեմի սերմել ունեմ, էդ էլ պետք է աղան, էդ էլ առանձին ամանի մեջ պետք է լսնեմ։ Լավ էլ հերիքեց տեղը, բանկան լավ էլ հերիքեց։ Ասեն չորացած համեմի հոտ չի գալիս, պես թե համեմը չորանում է, համը փոխվում է, հիմա սրա շատ հարմար է, նայեք, սրա վրա գրեմ, համեն, ամսաթիվն էլ կարելի է դնել, նոր եմ բացել, սրա ժամկետ մինչև, հա, այս տարվա վերջը, մինչև դեկտեմբեր, հիմա գրեմ, ուրեմն հունվարից 01, այսպես գրեմ 26 թիվ, մի տարի ժամկետը, մի տարի, ներաղագին տեղ կա գրելու, այնպես որ կարամ 1 տարի, այս հիմա հագեմ, որ չթափվի, այս օգտագործած այդ մուրաբաբանի բանկաներն են, մեղրի, նույն ամանները ակցիոնից ասենք առնում ենք, բայց իմաստը որն է, այնա որ սրա վրա թուղթ կա կպցրած, նրանց վրա չկա, ես էլ կարելի էր հանել, բայց է թող մնա, ինչ չի խանգարում, այս մի անգամից, նայեք ինչքան հեշտ է օգտագործվում, հանում եմ ու այսպես փակցնում եմ սրա վրա, քիչ ուղղեմ, Այս համեմ է, հիմա ասել չորացրած մաղադանոց է, էլի Գերմանիայում է պատրաստված, այս էլ դատարկեմ այս մյուս ամանի մեջ, լավ էլ չորացրած է, մանա էլի գույնը շատ լավ պահպանված է, իհարկե դե կարելի է մենք էլ անենք, բայց մի պատահում որ ժամանակը չի հերիքում, ամեն ինչը ձգտում ենք այսպես պատրաստել, անենք, իսկ մի ժամանակ ամեն ինչ ես ինքս էի չորացնում Աշոտը դուրը փակեց, որ իր հեռուստացույցի ձայնը չխանգարի, այս շատ է մի քիչ, իսկ եսը պետք է թողնեմ տոպրակի մեջ, մինչև տեղ ազատվի նորից դատարկեմ, բաներ ունեմ առած, այդ շպիլկաների նման, որ փակում է, Ես դրանով կփակեմ, ես հիմա կսրբենք, թող առայժմ մնա, ուրեմն սրա վրա գրեմ մաղադանոց, ես էլ գրեմ հունվարի, որովհետև իրար հետ եմ առել, ժամկետներն էլ, հա չէ, սրա ժամկետը ավելի երկար է, 27 թվի հոկտեմբեր, մինչև 2027 թվականի 10-րդ ամիս, այսպես շարադրություն եմ էլի գրում, 01-26, ուրեմն այս էլ այսպես, հանեմ, շատ հարմար են, շատ, այս էլ մաղադանոսը, սիրելի բարեկամներ, հիմա, Ես իմ սև պղպեղի ամանն է, ես էլ վերջացել եմ, մի անգամից դատարկեմ, դե ես տարբերվում է, ես էլ մինչև 27 թվի նոյեմբեր։ Ոսա կսկսեմ փրշտալ։ Գծու հոտը տարածվեց օդի մեջ, ավելի մեծ բացեմ, որ մի անգամից լսնեմ վերջացնեմ։ Չգիտեմ կտեղավորվի թե չէ, բայց փորձեմ։ Հա, ես էլ ամբողջությամբ տեղավորվեց, մուտել սեղանը թափեցի։ Ես արագ փակեմ, թե չէ
անընդհատ կհազասնի ինձ։ Գրիչը ինչ արեցի, էսա։ Չնայած այս պարզ է, բայց էլի գրեմ։ Հավեսս գալիս է, որ սպիտակները կան, սև պղպեղ։ Հիմա գրենք արդեն փետրվար 26 թվական։ Երբ հասար 26 թվականը։ Հենց այսպես փակցնեմ։ Այստեղ խմելի սունելի ունեմ, այսքան է մնացել, սրա վրա էլ բայց կկպցնեմ, որ հեշտ տարբերվի։ Խմելի սունելի, այս մաքուր վրացական համեմունք է, չէ՞ կարծել, խմելի սունելի։ Ուզում էի իտալական համեմունքներ էլ առնեի, բայց մոռացել եմ։ Հենց իտալյանցը կրոյդը ոնց որ այդպես էլ կոչվում է, պետք է նայեմ բանում։ Լիդլում էլ կա։ Ես էլ խմելի սրա վրա այս կպցնեմ։ Ես ոնց որ տեղավորեմ, սեղանի սրտեմ, այսքան մնաց մաղադանոցը, ես էլ հիմա կփակեմ առանձին, այս սրանցով պետք է փակեմ, սրանք էլ էի թեմից բացուրել, այս պետք է մի եզրից արվի, որովհետև այսպես ամբողջությամբ չանում, կամ էլ պետք է սեղմուղի մեջը, բայց ես մի կողմից այսպես սեղմում եմ, եզրից, այսպես, շպիկա է էլի, ու ես սեղում եմ հագում, մի քիչ այդքան բան չի, ոնց որ պրակտիկ չի, բայց ամեն դեպքում հիմա փորձեցինք, ես էլ այս տեսակի շպիկաներ եմ, սրանք տեղավորեմ, սրտել սեղանի թափվածը, ուզում էի ցույց տա այս սպիտակները, թե ինչքան հարմար են խոհանոցում, ու ընդհանրապես մենակ խոհանոցում չէ։